Խնդիրը այն է, որ ԱՄՆ նախագահի քայլերից է կախված թրիփի կենսունակությունը եւ ամենակարևոր երկաթուղու խնդիր։ Շնորհիվ պարոն Քոչարյանի եւ նախկին իշխանությունների երկաթուղին չի պատկանում Հայաստանին, պատկանում է Ռուսաստանին։ Իդեպ դատավարություն ինչու չկա նրա մասին, որ ուրեմն Հայաստանի պետական գույքը ուղղակի ջրի գնով վաճառվել է Ռուսաստանին գույք պարտքի դիմաց, որ մեկ գործարանի կես գնով վաճառվել են մի քանի կարևոր ուրեմն գործարաններ։ Եթե Հայաստանի իշխանությունները այս հարցերը չեն լուծում, ես ինքս Ռոբերտ Քոչարյանին չեմ կարող ոչինչ հակադարձել, նա էլ կասի, որ որևէ վճիռ չկա իմ հանդեպ, այսինքն սա նախ Հայաստանի իշխանությունների, ներկա իշխանությունների մեղքն է, հետո նոր Ռոբերտ Քոչարյան, իսկ որ Ռոբերտ Քոչարյանը այլ երկիր բացի Ռուսաստանից չի պատկերացնում, դա ակնհայտ է, բայց ես կցանկանայի, որ պարոն Քոչարյանը իր աչքի տակ ունենար Ռուսաստանի դաշնակից Այաթոլլայի, արդեն Խամեյնիի մահացած ուրեմն Մադուրոյի եւ ապագայում Կուբայի նախագահի ուրեմն ճակատագիրը եւ գիտակցեր, որ Ռուսաստանի վրա հույս ունենալ, նույնիսկ անձնական մակարդակով հույս դնել, սա մեծ սխալ է։ Ռոբերտ Քոչարյանը այդ գործարքները իդեպ որակել է որպես դարի փայլուն գործարք։ Սարգսյանը նրան հակադարձել է, դա էլ իրենք լինելով սիամական զույգեր թող իրար մեջ լուծեն։